ցուցել, որ մարդը բացարձակ ազատ է ու գործում է ըստ իր ազատ կամքի։ Եվ սրա համար մենք էլի իմ սիրելի ֆիլիսոփաներից մեկին, Կանտին անդրադառնանք, որ լայնորեն ուսումնասիրում ու քննում է ընդհանրապես մարդու ազատության գաղափարը, մարդու ազատության պայմանները իր հիմնական երկու աշխատություններում՝ զուտ բանականության քննություն, զուտ իմացության քննություն։ Հայերեն թարգմանությունը շատ բան չի ասում բովանդակության մասին, բայց խնդիրը մեկը թեորիայի մեջ է, հասկանալը մարդու ազատությունը, բանականության քննությունը եւ զուտ իմացության քննությունը, սա պրակտիկ ազատության մասնագիտություն մարդու, այսինքն մարդը պրակտիկ կյանքում ինչքանով կարող է ազատ լինել։ Ու երբ որ մենք խոսում ենք ազատության մասին, մենք միշտ առնչվում ենք փիլիսոփայության մեջ դետերմինիզմի օրենքին, եւ քրիստոնեության մեջ ենք դրան առնչվում։ Ինչ է դետերմինիզմը, որ ամեն ինչ ունի պատճառահետևանքային կապ եւ ամեն ինչ ըստ էության գնում է քայքայման։ Դա բնական, կենսաբանական, ֆիզիկական, քիմիական կառուցվածք է աշխարհի, ամեն ինչ գնում է քայքայման վերջի վերջում։ Եվ ամեն մի գործողություն բխում է իր նախորդ գործողությունից, այսինքն ուղիղ հետևանքն է այն պատճառի, որը ինքը ունի։ Եվ եթե մենք հենց գնացինք այդ պատճառներով գալիս ենք մի հատ գերագույն պատճառի, բայց այդ պատճառն առանց պատճառը չի կարող լինել։ Այսինքն մենք անընդհատ մի ցիկլի մեջ ենք, որը անընդհատ պատճառ-հետևանքային կապի մեջ գործում է ու ընդհանրապես մտահանգումները ու մեր կյանքը կարծում է այս պատճառ-հետևանքային կապի մեջ։ Եվ այս ուղղությունը, այս մտայնությունը մենք շատ վառ հստակ կերպով կարող ենք տեսնել մետանոսական ֆիլիսոփայության մեջ, մետանոսական աստվածաբանության մեջ, բուդդիզմի մեջ եւ նաեւ ժամանակակից շատ ֆիլիսոփայական հոսանքների ու տարբեր ուղղությունների մեջ կարող ենք սա հստակ տեսնել։ Եվ ինչն է այս ամենամեծ խնդիրը։ Դուք շատ ժամանակ լսած կլինեք, որովհետև վերջին շրջանում, վերջին 20-30 տարում շատ հարահայտ ու պոպուլյար է այս արտահայտությունը, որ մարդը տիեզերք է, միկրոկոսմոս։ Եթե հունական ֆիլիսոփայությունից գնանք, ասում են մարդը միկրոկոսմոս է, ինչի, որովհետև մարդու մեջ կա ամբողջ արարչությունը ըստ էության։ Մարդը 4 տարերից է բաղկացած, 4 ներկան, քիմիական բոլոր տարերը գրեթե մարդու մեջ կան, Մենդելեևի ամուսակի տարբեր ճակատագրերով, բայց ըստ էության ենթադրում եմ, որ ամեն ինչ կան, ես քիմիկ չեմ, դրա համար օգտվում եմ այն աղբյուրներից, որ ասում են դրա մասին։ Մարդու մեջ քիմիական պրոցեսներ են լինում, կենսաբանական պրոցեսներ են լինում, այսինքն այն ինչ մենք տեսնում ենք, ինչին մենք կարող ենք հետևել աշխարհում, կարող ենք նաև տեսնել մարդու մեջ։ Դրա համար ասում եմ, որ ուսումնասիրելով մարդուն, հետաքննելով մարդուն, կարելի է ուսումնասիրել, տեսնել, ճանաչել ընդհանուր առմամբ տիեզերքը, ընդհանուր առմամբ կարող պաուզատանք, ինչերներ, դե չեմ կարող, դա ոչ։ Դա Ժորժան, հայոց շատ մարդ միանգամից եկավ, ես երկու բառով ես ասեմ մենք ինչից ենք սկսել խոսել, մենք խոսում ենք այսօր ազատության պայմանների մասին, ինչ պայմաններ են պետք, որպեսզի մարդը լինի ազատ։ Եվ մենք խոսեցինք ընդհանրապես, որ ազատությունը Աստծո գոյության պես, մարդու ազատությունը Աստծո գոյության պես անապացուցելի հասկացողություն է, ու որ ամեն դեպքում ինձ հայտնի որևէ ֆիլիսոփայական համակարգ չկա, որտեղ ապացուցված կլինի մարդու ազատությունը։ Ես ուղղակի որպեսզի հասկանաք, թե ինչի մասին եմ մնացած բաները խոսում։ Ուրեմն հունական ֆիլիսոփայությունից սկսած հեթանոս հռետորներից նույն Պլատոն, Արիստոտել, Զենոն,
հայտնի մտքի ճարտարապետներից, այսպես ասած, իրենք բոլորը հակված են այս մտքին, որ մարդը ինքը միկրոկոսմոս է, փոքրիկ տիեզերք։ Եվ մեր աղոթական կյանքում, օրինակ Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության մեջ, կճառվա վանքի վանականներին ուղղված ճառի նաև մեջ, ներսես լանգրոնացին, եկեղեցու մասին ճառի, ներսես շնորհալին, Հիսուս որդի իր ստեղծագործության մեջ, ասում է, թե ինչ է նշանակում մարդը թաղում պսակն է արարչության, որ մարդու մեջ ամբողջ արարչությունը կարելի է տեսնել։ Սա համար է, որ մարդը համարում է թաղ ու պսակ արարչության։ Բայց ինչ մեծ մենք խնդիր ունենք։ Տիեզերքը ազատ չի։ Տիեզերքը պատճառահետևանքային կապեր ունի։ Եվ շատ մարդիկ տեսեք մտածում են, երբ որ օրինակ արարչության մասին խոսելիս, երբ որ եթե իրանք հավատացության, որ երկիր մոլորակը մեր գալակտիկան, մեր չէ, փոքրիկ գալակտիկան։ Լավ, մի խոսքով, ծիրկաթին է, էլի, եւ եթե մեծ պայթյունից է առաջացել, ընդհանրապես տիեզերքը ինքը գնալով լայնանում, ուրեմն դրանով կապակցության, որ Աստված չկա, բայց միևնույն ժամանակ այդ պայթյուններն ունի իր պատճառը ու այդ պատճառի պատճառներն ունի իր պատճառը, այսինքն մենք էլի գալիս ենք նրան, որ մեր արարչության մեջ որևէ բան ուղղակի չի լինում, պատճառահետևանքային կապով է լինում։ Եթե նայենք արարչությանը, խոտը աճում է կանաչ գույն ունի, որտեղ ունի հստակ պատճառ, թե ինչ ենք աճում, ինչու ունի կանաչ գույն։ Ու երբ որ մենք խոսում ենք տիեզերքի մասին, երբ որ մենք խոսում ենք բնության մասին, երկիր մոլորակի մասին, մենք ոչ թե վերլուծում ենք, այլ արձանագրում ենք փաստը, որ օրինակ արձանագրում ենք, որ չգիտեմ, երկիր մոլորակը պատտվում է արևի շուրջ։ Մենք ոչ մի բարոյական, ոչ մի գաղափարական պատասխանատվության չենք կանչում արարչությանը, բնությանը, նրա համար, որ իրանք այնպիսին են, ինչպիսին են, երբ որ գայլը նապաստակ է ուտում, գայլին դրանց հետո խիղճը չի տանջում, նույն ձևի, երբ որ մուկը գողանում է ցորեն մարդկանցից, դրանց հետո ինքը չի գնում ասում, ես ինչ վատ մուկ եմ, ես ցորեն գողացա, այս մարդիկ ես աշխատանքի են տարել, ինչի, որովհետև գայլի, մկան ու մնացած բոլոր կենդանիների գործողությունները իրանք հստակ ունեն պատճառ, օրինակ ինչի է գայլը ուտում նապաստակ, եղնիկ, գավ, ոչխար եւ այլն, դրանք սոված է բարձր։ Ու ինքը երբ որ պիտի ուտի, ինքը չի մտածում բարոյական են կոդեքսի մասին, են ինդեքսի մասին, որ իրան անպայման դա այդ պայմանները պետք է բավարարված լինեն, որ ինքը հանգիստ խղճով կարողանա, ասենք, այդ միսը ուտել, չէ՞, ընդհանրապես ինքը չի մտածում։ Այս տեսեք մարդը իր որոշումներում տենց չի։ Մարդու որևէ մարդու բնական կարիքը հոգալու համար գործողությունը դեռևս դա մեր համար չի դարձնում արդարացված։ Այսինքն եթե հիմա մենք օրինակ սոված լինենք ու դուրս գանք առաջի խանութից մտնենք մի բան վերցնենք, սկսենք ուտել, առանց վճարելու բան եւ այլն, դժվար քիչ մարդիկ կլինեն, որ մենք արդարացնենք, ասեն դրա սոված է հիմա գերանք։ Չէ՞ մենք մտածում ենք, որ վճարենք է դրա համար, ու երբ որ չենք վճարում, դա գողություն է համարվում, դրա համար քրեական օրենսգրքում հոդված կա նախատեսված։ Այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ մարդը սոված անում է եւ պիտի սնվի, որպեսզի սովը հատեցնի, բայց միևնույն ժամանակ կա հստակ ձև, թե ինչպես մարդը այդ ամեն ինչ պիտի անի, որտեղ մարդը առնչվում է բարոյական օրենքներին ու բարոյական մոտեցումներին, այն հասարակության, այն շրջապատի, որտեղ ինքը ապրում է։ Տիեզերքը չունի այդ բարոյականությունը։ Ընդհանրապես տիեզերքի որևէ գործողության մեջ, օրինակ տեկտոնիկ սալերի շարժման մեջ, որ երկրաշարժեր են լինում, կամ ցունամիների մեջ, չկա բարոյականություն։ Ասենք, չգիտեմ, Վեզուվի
հրաբուխը երբ որ ժայթքում է, ինքը չի ջղայնանում մարդկանց վրա ժայթքում։ Այսինքն ինքը բնական process է, որ կատարվում է ու երբ որ, չգիտեմ, արդեն ունել որքան մարդ մնաց այդ փոշու տակ, ոչ մեկ իրան վատ չէր զգում այդ անելու համար, հա, այսինքն հրաբուխը չէր ասում, որ այսքան մարդու կյանքով ես բանալից, այսինքն չկա այդ տրամաբանություն, ու երբ որ մենք մարդուն ասում ենք, որ այ մարդ, դու միկրոկոսմոս ես, մենք մարդուն ու մկանը, շանը, գայլին հավասարացնում ենք իրար, որովհետև նույն ձև ամբողջ տիեզերքը, ամբողջ այդ առողջությունը կա մկան մեջ, գայլի մեջ, շան մեջ, կովի մեջ, իրար մոտ էլ կան, նույն քիմիական պրոցեսները, նույն կենսաբանական ազդեցությունները իրար մոտ կան։ Եվ ինչ են ասում մեր հայրերը, մարդը ոչ թե միկրոկոսմոս է, այլ մակրոկոսմոս, այսինքն ոչ թե մարդն է արարչության մեջ, այլ արարչությունն է մարդու մեջ, մարդը ավելին է, քան տիեզերք, որովհետև մարդը տիեզերք պլյուս ազատությունն է իր մոտ, որովհետև մարդը ազատված է այդ պատճառահետևանքների կապից, որևէ ապացուցելի չի, եւ ինչ առաջարկում Կանտը, ասում է լավ, Էմանուել Կանտը, ասում է լավ, մենք չենք կարող ապացուցել, որ մարդը ունի ազատություն, ու ազատություն գաղափար ընդհանրապես չեն կարող շատ լավ սահմանել, թե ինչը, եկեք մտածենք, որ մարդը չունի ազատություն, եկեք մտածենք, որ եւ իդեպ բուդդիստները, հեթանոսները, հինդուիստները, եթե կան քրիստոնեական արարողություններին, կալվինիստները, որոնք բողոքական ուղղվածություն են, ժամանակակից խարիզմատ խմբավորումների մեծամասնությունը, այս նույն փիլիսոփայություն ունեն, այս նույն գաղափար ունեն, իհարկե իրանցից շատ քչերն են կարողանում ձևակերպել, այս գաղափարը ոնց որ կասեմ, բայց իրականում ինքը խոսքում այդ փիլիսոփայությունը այդ հենքը ունի, որ մենք ընտրվում ենք Աստծո կողմից, մենք ընտրյալներ ենք, եւ այն ինչ մենք պիտի անենք, մենք անում ենք առանց մեր սեփական ներգրավվածության, այսինքն Աստծո կամքով ենք մենք անում այդ ամեն ինչը, ու միայն Աստված է, որ գործում է այս ամեն ինչի մեջ, եւ այն ինչ մենք ունենք մեր կյանքում, ըստ էության սրանք պատճառահետևանքային կապեր են, նույն մոտեցումը կա նաև 5 կտակարանի որոշ գրքերում, երբ որ սերունդների մեջ կապը դարձնում են մարդկանց Աստծո հետ հարաբերության ուղղություն, գիտեք, որ հայրի արտահայտություն կա, հայրերը ազոխք երան, որդիների ատամները բռնեց, այսինքն հայրի գործած մեղքի պատճառով որդիները պատասխան տվեցին, եւ եթե տեսնեք, նաև սերունդների հետ հարաբերությունները, որ քեզ օրնելու եմ մինչև քո 10-րդ սերունդը, քեզ անիծելու եմ մինչև քո, ասենք, 5-րդ սերունդը, չէ, 7-րդ սերունդը եւ այլն, այսինքն այս անմիջական կապը ըստ էության մի մարդու, ով որ ծնվել է օրինակ անիծված մեկի սերունդ, որպես անիծված մեկի ընտանիքի մաս, այսինքն իրան հնարավորություն չի տալիս ուրիշ ձև լինելու, այդ անեծքից խուսափելու։ Եվ նույն ձևի, եթե մարդը ծնվել է օրհնության այդ սերունդի մեջ, ինքը հեչ չի ուզում այդ օրհնությունը իրան չի հետաքրքրում, բայց ինքը արդեն օրհնված է, ուրեմն այսինքն ոչ մի բան ձգտելի չունի։ Բայց տեսեք, այստեղ է, որ մենք պիտի տեսնենք Սուրբ Գիրքը, Աստծո խոսքը ընկալենք այդ ամբողջ կոնտեքստի մեջ, որ նստելն է։ Որովհետև Ահարոնը, օրինակ, Մովսեսի եղբայրը օրհնված էր, բայց ինչ եղավ իր երկու տղաների հետ, երբ որ իրանք անմաքուր կերպով զոհ մատուցեցին, բռնեցին միանգամից։ Այսինքն Աստված այս ասելով ոչ թե սահմանափակում է մարդու կյանքը ու սերունդերին տալիս է իրանց հայրերի անպայման բեռը գրել, այլ տալիս է հնարավորություն իրացնելու այդ ամեն ինչը։
որովհետև երբ որ մարդը ապրում է բարեպաշտ կյանքով եւ Աստծո ճանաչողության մեջ ապրում, այո, ինքը իր զավակներին տալիս է մի հատ բոնուս, պլյուս է տալիս, որպեսզի իր զավակները կարողանան Աստծուն ընտրել։ Բայց այդ զավակների հարցն ու զավակների ընտրությունը կընտրեն իրանք Աստծուն, թե չեն ընտրել։ Նույն ձևի, եթե մարդը մեղավոր կյանքի մեջ է, իր զավակները տեսել են մեղավորություն, կյանքը մեղավոր ապրելու, ինքը իր զավակներին տալիս է արդարացում, որ այս միևնույնը զավակները ունեն հնարավորություն ազատ ընտրելու։ Եվ տեսեք, այս մարդու միկրո տիեզերք լինելու գաղափարը ընդհանրապես իր որոշումները կայացնելու վրա ազդեցությունը կա գիտության գրեթե բոլոր ճյուղերում, կոնկրետ գիտությունների բոլոր ճյուղերում։ Գենետիկան խոսում է դրա մասին, գենետիկայից բխում է բժշկությունը, կենսաբանությունը, ֆիզիկան խոսում է դրա մասին, քիմիան խոսում է դրա մասին, իմ շատ սիրելի հոգեբանությունն ու հոգեթերապիան խոսում է դրա մասին, որ ամեն ինչ ունի իր պատճառը, ամեն ինչ մարդկության մեջ այդպես արտահայտություն կա, չէ՞, ասում է ամեն ինչում պետք չի մեղադրել քեզ, գնա հոգեբանի մոտ ու մեղադրի ծնողներիդ ամեն ինչի մեջ։ Հիմա այս ամեն ինչը, այս գիտական գիտությունը ընդհանրապես մարդուն դիտարկվում է որպես այն միկրոկոսմոս, որի մեջ կարելի է տեսնել պատճառահետևանքային բոլոր կապերը։ Եվ քանի որ այս ընկալումը շատ հասանելի է մարդկային տրամաբանությանը, մարդը շատ հեշտ էսի վերցնում է, մտածում որ ճշմարտությունը այս դրա, որովհետև եկեք լինենք անկեղծ, մենք հակված ենք ճանաչելու որպես ճշմարտություն, այն ինչ մենք հասկանում ենք, ինչ մենք չենք հասկանում, մենք չենք էլ ուզում դա ճանաչել որպես ճշմարտություն։ Եվ տեսեք, բան կա, չէ, հազարավոր կարծիքներ կան, թե ինչի են օրինակ աղանդավորները շատ մեր երկրում կամ առհասարակ ինչ-որ միտեղ շատ են իրանք։ Ինչի են ոչ թե աղանդավորները, այլ ընդհանրապես հերձվածներ ինչի են առաջանում։ Որովհետև այն պահից սկսած, երբ որ մարդը Աստծո մասին ուզում է մտածի իր մտքի սահմաններում, տեսեք, վերադառնալով մեր նախորդ մտքին, տեսեք, մարդը մակրոկոսմոսն է, մեծ տիեզերքը, որի մեջ կա փոքրիկ տիեզերքը, առողջությունը, եւ մարդն ինքն էլ Աստծո մեջ է։ Այսինքն մենք երաշերտ մի հատ բանի մասին ենք խոսում, ու երբ որ մենք այս փոքրի մեջ ենք ուզում մարդուն մտցնենք, մենք կորցնում ենք մարդուն։ Եվ նույն ձևի, երբ որ Աստծուն ենք փորձում մտցնել մարդու մեջ եւ սահմանափակել մարդու ուղեղով, մենք էլի բնականաբար կորցնում ենք Աստծո գաղափարը, Աստծո հավատքը, որտեղ հիմա տեսեք օրինակ Եհովայի վկաների, չէ, հարցը ոնց է, ասենք Չարլզ Ռասելը ոնց է սկսել, ոնց է տրամաբանել ինքը, բացում ենք Աստվածաշունչը, ոնց հասկանում ենք Աստվածաշունչը, որ այդ է ճիշտը։ Իրանք ունեն օրինակ այդ իրանց Սուրբ գրքի տպագրությունը, նոր աշխարհ տպագրությունը ոնց որ կոչվում, որտեղ նախաբանում գրած է, որ իրանք բան, որ թարգմանիչները, Սուրբ գրքի այս թարգմանիչները եղել են այդպես գիտնականներ, դոցենտներ, բայց խնդրել են, որ իրանց անունները չնշեն, թե ովքեր են թարգմանիչները, էլի, եւ իրանք իրանց թարգմանությունը հաստատել են։ Իրական ճիշտ թարգմանությունը, բայց իհարկե Սուրբ գրքի հետ այդքան էլ կապ չունի իրենց առած թարգմանությունը։ Որտեղից են թարգմանել, որտեղից ուզել են, որտեղից հարմար է, ընդերից էլ թարգմանել են։ Ուրեմն եւ նույն ձևի նաեւ մեր շատ եղբայրներ եւ քույրեր, որոնք տարբեր խարիզմատ ուղղությունների մեջ են, չէ, իրանք երբ որ խոսում ես մարդու հետ, Աստծո մասին, Աստծո խոսքի մասին, Աստծո ներկայության մասին, միանշանակ բանավեճը գնում է այդ իր անկալման սահմաններում։ Մարդիկ եկեղեցու մասին էլ մտածում են զուտ իրենց անկալման սահմաններում, որովհետև մեր հասարակության մեծամասնությունը, չէ, եկեղեցին մտածում է, որ ինքը ընդհանրապես մոմ վառի տեղ է։
Այսինքն կան մարդիկ, եւ ես անկեղծ եմ ասում, ձեր շփումներում դուք էլ կարող համոզվեք, կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ եկեղեցու պատարագան է, որովհետև իրանք երբեք Կիրակի օրերը օրինակ չեն եկել եկեղեցի, իրանք եկել են իրիկվակում, հիմնականում քաղաքից դուրս էքսկուրսիայի գնալուց, շորտիկներով մոմ վառելու եւ չգիտեն որտեղ պատարագան է, այսինքն եւ մտածում են, որ օրինակ եկեղեցիները կառուցվում են դրա համար, որ մոմ վառելու տեղ լինի։ Ու դրա համար իրենց համար տարբերություն չկա, թե որտեղ մոմ կվառեն։ Տարբերություն չկա, թե ասենք ինչը ընդհանրապես ասում եկեղեցին, որտեղ մոմ վառելու տեղը։ Դա նույն ձևի օրինակ երբ որ ես սովորում եի ջեմարանում, ու տես խոսում եք, ասում եք եկեղեցում եք քնում։ Այսինքն այդ պատկերացման բացակայությունն է, չէ՞, բայց մարդիկ մենք բոլորս ես ասեմ, այն ինչ մենք չենք հասկանում, մենք բերում ենք, մտցնում ենք մեր գիտակցության, մեր տրամաբանության, մեր ընկալողանակության մեջ, որպեսզի կարողանանք հասկանալ։ Ու ինչն է զարմանահրաշ բանը։ Ընդհանրապես տեսեք, Աստված մարդու այդ հարաբերություններում, ընդհանրապես մարդու ճշմարիտ ճանապարհի համար փորձում է բացառել որևէ ծայրահեղություն։ Մարդը Աստծո ճանապարհի մեջ լինելու համար ոչ մի ծայրահեղության մեջ պետք է չլինի, ոչ մի։ Որովհետև մի կողմից մեր տրամաբանությունը սահմանափակում է մեզ ու դարձնում է մեզ մակրոկոսմոսից միկրոկոսմոս, մյուս կողմից է առանց մեր տրամաբանության մենք չենք կարող լինել սնտանականության, մենք չենք կարող լինել մակրոկոսմոս, դառնալ մակրոկոսմոս։ Այսինքն մենք տրամաբանում ենք աշխարհի կառուցվածքը, բայց միևնույն ժամանակ ընդունում ենք, որ մենք ամեն ինչ չի որ գիտենք։ Եվ դրա համար Կանտը հանգեց իր ամենահետաքրքիր արտահայտությանը։ Ես սահմանափակեցի բանականությունը, որպեսզի տեղ տամ հավատքին։ Այսինքն կան ոլորտներ, կան գծեր, որտեղից այն կողմ բանականությունը այլևս չի աշխատում։ Բանականությամբ այլևս հնարավոր չի քննել։ Եվ ստեղ մենք գալիս ենք հավատքի ոլորտը, երբ որ մարդը պիտի վստահի ու հավատա այդ ամեն ինչին։ Բայց ինչ մի մեծ խնդիր կա։ Հավատքը, եթե մենք բառացի թարգմանենք, նշանակում է վստահություն, վստահ լինել, որ ինչ-որ մի բան կա։ Սա է նշանակում հավատք, բառացի եթե թարգմանենք։ Բայց հավատալ դեռևս աստվածապաշտ լինել չի նշանակում, որովհետև հիմա մեր հասարակության, մարդկության որպես այդպիսին, մեծագույն խնդիրը ինչի, որ մարդիկ չեն հավատում։ Մեծագույն խնդիրը նա, որ մարդիկ Աստծուն չեն հավատում։ Դե չէ, հավատալ ամեն մեկը մի բանին անպայման հավատում է։ Անգամ ամենահամոզված աթեիստը հավատում է մի բանին, որովհետև իր յուրաքանչյուր թեզ 10-րդ հղումի մեջ անպայման հիմնվում է ինչ-որ փիլիսոփայության վրա, ինչ-որ աքսիոմարի վրա, որը չի ապացուցվում։ Այսինքն, մեր խնդիրը հավատքը չի, հավատքի բացակայությունը չի, կամ հավատքի քիչ լինելը չի։ Մեր խնդիրը, ամենակարևոր խնդիրը մեր ազատությունն է, ճանաչելու Աստծուն ու ընդունելու Աստծուն։ Տեսեք, ուրեմն մենք կարողանում ենք իրացնել մեր ազատությունը այն ժամանակ, երբ որ մենք ձգտում ենք ճանաչել ճշմարտությունը։ Ճանաչել ճշմարտությունը ճանաչելու համար մենք պիտի հասկանանք, որ մենք կատարյալ չենք։ Չնայած այդպես մի անեկդոտ կա, չէ՞, այսինքն ոչ թե անեկդոտ, այլ արտահայտություն, ոնց են նյարդերից վրա ազդում են մարդիկ, ովի ներկայացում ասում են կատարյալ մարդիկ չկան։ Հիմա մենք պիտի հասկանանք, որ այն ինչ մենք կարող ենք մտածել, որ այն ինչ մենք կարող ենք ընկալել, այն չի ինչ որ կա ամբողջությամբ։ Այլ միշտ մեր մտածածից ու մեր ընկալածից ավել մի բան կա, որին հասնելու, որի հետ շփվելու համար մենք պիտի հավատանք։ Այ ոնց անենք, որ մեր հավատքը տանի մեզ հենց այն ճշմարտությանը, որը տալիս է այդ ամեն ինչը։ Սրա համար մենք պիտի կարողանանք ընկալել ու իմանալ
Աստծո հայտնությունը, որը տրամաբանորեն տրվում է մեզ ու հնարավոր է մեր համար ընկալելու, հա? Որովհետև տեսեք Աստծո մարմնացումը ունի ինքը մի շատ կարևոր նպատակ, հասանելի լինելու մարդու, որովհետև մարդը կարողանա Աստծո հետ հասանելի կերպով շփվել, որովհետև մարդը կարողանա որևէ ձևաչափով ընկալել Աստծուն, որովհետև հակառակ դեպքում մենք անընդհատ գալու ենք այդ փակ շղթայի մեջ, որ մենք խոսում ենք մի բանի մասին, որը մենք ընկալել ուղղակի չենք կարող։ Եվ դրա համար ինչի ենք մենք գիտությունը եւ հայտնությունը իրարից տարբերում, որովհետև հայտնությունը այն երևույթներն են, այն հավատքի թեզերն են, եթե ուզեք, որոնք ապացուցելու համար չեն, որոնք հավատալու համար։ Հա, օրինակ, Սուրբ Երրորդությունից, որ մենք ասում ենք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, պարզ է, չէ՞, որ այս անունները Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, դրանք մեր համար են, ոչ թե Աստծո, այլ մեր համար են, որովհետեւ մենք կարողանանք ընկալել, որովհետեւ մենք կարողանանք մոտավոր մեր անթրոպոմորֆ դարձնել մի տեսակետանոց, մարդակերպ դարձնել։ Հիմա շատ հարավանություններ, որպես այսօրվա թեման ինքը խճճված թեմա է, բարդ թեմա, որտեղ հիմնական թեմաներից է քրիստոնեության անալիզը։ Տեսեք, շատ ժամանակ ասում են օրինակ այն ավանդական եկեղեցիները, երբ որ իրանք պատկերում են Քրիստոսին, Աստծուն, հա, Մարիամ Աստվածածնին եւ այլն, երբ որ իրանք օրինակ քահանան զգեստները հաշվում ու ասում են ինքը Քրիստոսի խորհրդանիշն է, իրանք շատ մարդացնում են այդ ամեն ինչը, շատ մարդակերպ են դարձնում այդ ամեն ինչը։ Ու հիմա ինչն է ամենամեծ խնդիրը այս ընդդիմանը, որ այսինքն այդ մարդիկ ուզում են արգելել մարդկանց մտածել որպես մարդ։ Ասում են մարդ, դու մարդու կերպ մի մտածի, որովհետև մի կարևոր ճշմարտություն կա։ Ինչ էլ մենք մտածենք Աստծո մասին, դա մարդու մտածածն է Աստծո մասին, հա? Դա Աստված չի, այլ մարդու մտածածն է Աստծո մասին։ Ինչ ուզում ենք մտածենք, ինչքան էլ sense լայնի մեր մտահորիզոնը միևնույն է շարունակում է մնալ մարդու միտքը Աստծո մասին։ Եվ այս ամեն ինչի այսինքն դա քիչ բացահայտ կերպով որպես տեսակ չեն պատկերացնում, հա ոչ հայրերի մարդուների մենք նայեք, մենք Աստծո մասին գիտենք, հեսա դրան էլ պետք է անդրադառնամ, մենք Աստծո մասին գիտենք այնքան, ինչքանով որ Աստված ինքնայինն բայց մի շատ կարևոր խնդիր կա։ Մենք հիշեցնենք, որ խոսում ենք մարդու ազատության պայմանների մասին, հա։ Ուրեմն մի շատ կարևոր խնդիր կա։ Այն բոլոր մարդիկ, ամեն յուրաքանչյուր, այն յուրաքանչյուր մեկը, ով մտածում է եւ հավատում, հա, այնպես որ մեզնից որևէ մեկը Քրիստոսի նման լինել չի կարող, հա, ինքը հերձված է եկեղեցու։ Ինքը կոնկրետ դա այդ հերձված իրիցիկ, հա, հերձված։ Այո, որտեղ ինքը երթիքականության մեջ է։ Ինչի, որովհետև Աստծո մարմնացումը, Աստծո մարդ դառնալը ժխտում է դրանով։ Երբ որ ասում է, որ որևէ մեկը Քրիստոսի նման լինել չի կարող, որտեղ դա ենթադրում է, որ Աստված մեզից ուզում է մի բան, որը ի սկզբանե անհնար է։ Որտեղ Քրիստոս Հիսուս ինքը ասում է իր նման եղեք։ Բայց Իսկ ուրիշ հարց կա, թե ով իգնահատի մենք Քրիստոսի նման ենք, թե չէ։ Այստեղ մենք կարևոր մի հատ առանձնահատկություն ունենք, որովհետև էլի մեր հարավանության եղբայրներն ու քույրերը իրենք մտածում են իրանք են գնահատում, թե իրանք Քրիստոսի նման են, թե չէ։ Դա դրա համար ասում են, օրինակ մենք Աստծո սրբերն ենք։ Իրանք իրենց մասին դրանց ասում են, բայց այստեղ ամենամեծ խնդիրը այն է, որ Աստվածը գնահատող այդ ամեն ինչի, բայց մեզնից յուրաքանչյուրը, ինչ-որ Պողոս Արաքյանն ասում, որ վազումը հաղթելու համար է վազում, չէ՞։ Այսինքն մեզնից յուրաքանչյուրը պիտի այդ համոզումը ունենա, հավատք ունենա, որ Քրիստոսի նման կարելի է ապրել։ Ուրեմն ինչի համար ես այս տարբեր բաները հունական փիլիսոփայությունից, Կանտից ու քրիստոնեությունից, քրիստոնեական հայրերից փորձեցի իրար կողք դնել։
որովհետեւ մենք կարողանանք հասկանալ այն կարևոր պայմանները, որ պետք են մարդուն ազատ լինելու համար։ Ուրեմն մարդուն ազատ լինելու համար պետք է նախ եւ առաջ հավատք։ Այսինքն հավատք առանց մեկնաբանելու, թե ինչի հավատք։ Այսինքն մարդը նախ եւ առաջ պետք է հասկանա, որ իր մտքից ավելի բարձր բան կա։ Հավատքից հետո մարդը պետք է կարողանա վերադառնալ իր մտքի մեջ, հասկանալու համար, որ ինքը չի ճշմարտության ինդեքսը։ Իրանով չի, որ ճշմարտությունը դառնում է ճշմարտություն կամ չի դառնում, որ ճշմարտությունը վեր է ավելի մարդուց։ Եվ երրորդ ամենակարևոր պայմանը, որ այս ճշմարտությունը հեղինակություն ունենա, այսինքն կարողանա գա ուղիղ Աստծուց։ Եվ սրանով է բացատրվում, որ Քրիստոսի այն խոսքերը, որ ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կապվեց։ Այսինքն առանց ճշմարտության ճանաչողության անհնար է իրացնել ազատությունը։ Ուրեմն մարդու ճանաչողության հնարավորությունը, մարդու բանականությունը եւ իմաստությունը մարդուն տալիս է ազատ լինելու պայմանը, բայց ուրիշ է ունենալ հնարավորություն ազատ լինելու, ուրիշ է լինել ազատ, սրանք տարբեր բաներ են։ Ինչպես որ ուրիշ է ունենալ հնարավորություն ապրելու անմեղ կյանքով եւ ուրիշ է ապրել անմեղ կյանքով։ Հիմա փաստացին մեզ յուրաքանչյուրը ունի այդ հնարավորությունը ապրելու առանց մեղքի կյանքով, այսօրվա հաղորդված բոլոր մարդիկ կարող են չգիտեմ հաղորդությունից հետո մինչև ամբողջ կյանքի վերջ ոչ մի մեղ չգործեն։ Բայց այդ հնարավորությունը ունեն, բայց այսպես անելը լրիվ տարբեր բան է։ Ու ինչի են այս ամեն ինչը տարբեր, տեսեք, մեր ազատությունը չի սահմանափակվում կամ չի որոշվում նաև չարի ու բարու մասին մեր պատկերացումներից։ Որովհետև եթե ես մի քիչ ստոիկների բան կասեմ, ֆիլիսոփայության բան կասեմ, բայց ինքը եթե ճիշտ նյուանսը հասկանանք ուղղափառ է դառնում, այսինքն դառնում է գրիգորիացու աստվածաբանության մասը, հա։ Ուրեմն մեծ հաշվով չար ու բարի գոյություն չունի, հա, բայց այս այդքան ուղղափառ միտք չի, որ ես ասում եմ, ուղղակի փորձեմ բացատրել, թե ինչի գոյություն չունի չար ու բարի, որովհետև ամեն ինչի արարիչը Աստված է, Աստված ամեն ինչ ստեղծում է բարի, այ մեր ազատ վերաբերմունքն է այդ բարիքի նկատմամբ տալիս գունավորումներ իրան, տալիս ընկալումներ այդ ամեն ինչի, որովհետև անտարի հրդեհը, որտեղ լիքը կենդանիներ են սատկում, վարվում, ինքը հեչ հաճելի բան չի, բայց միևնույն ժամանակ պարտադիր է, որպեսզի այդ անտարը կարողանա ապրել հետագայում։ Այսինքն հնարավոր է արդյոք ստեղծել իրենց առողջություն, որտեղ պետք չլիներ որ անտառները վարվեն։ Կարծում եմ հնարավոր է։ Բայց մենք ենք որոշում ինչներ են հնարավոր, ինչներ չէ։ Իհարկե ոչ, մենք չենք որոշում։ Այսինքն ինչն է այստեղ ամենամեծ խնդիրը, որ յուրաքանչյուր գործողություն ու յուրաքանչյուր հանգամանք, որին մենք հանդիպում ենք կյանքում, ինքը վերջի վերջո գալիս է ու դեմ է առնում մեր ազատության ու մեր ընտրության, թե ինչպես ենք մենք այդ ամեն ինչը ընկալում այդ իրողության մեջ։ Եվ այս ընկալման, աշխարհընկալման մեր իրողությունը թույլ է տալիս մեզ որոշելու նաև թե ինչպիսին ենք մենք, ինչպիսին ենք մենք ինքներս։ Մեր սեփական եսի ձևավորման մեջ մենք անպայման դնում ենք մեր բոլոր մեր որոշումները։ Եվ այս մեր որոշումների հիմնական հիմքը մեր բարոյական պատկերացումներն են, մեր խիղճն է, հա։ Դե խիղճը շատ սուբյեկտիվ ընկալում է, բայց ամեն դեպքում այդ բոլորը ունեն այդ խիղճը, հա, այսինքն ինքը աստվածաբանական սանդղակ չի խիղճը,
այլ շատ սուբյեկտիվ, եթե ուզեք անգամ շատ աշխարհիկ հասկացողություն է խղճի հասկացողությունը։ Այս ամեն դեպքում շատ մարդիկ նաև փորձում են խիղճը մեկնաբանել որպես մարդու ազատություն, բայց սա իհարկե ավելի հասարակական գաղափար է մարդու համար, ոչ թե ազատություն։ Ազատությունը, սիրելիներ, Աստծո կողմից դրված հնարավորություն է մեզ գործելու առանց ակնհայտ պատճառների, մերից համար ակնհայտ պատճառների։ Տեսեք, ես չգիտեմ, ես օրինակը բերել եմ ձեր համար թե չէ, հիմա փորձեմ օրինակի վրա բացատրել։ Ուրեմն ցեղասպանության մենք օրեր առաջ ապրիլի 24-ին 10-ամյակներ ցեղասպանության զոհերի սրբադաստված։ Ցեղասպանությունից հետո շատ որբեր կային, գիտեք, շատ նաև դեղատի աղջիկներ կային որբեր, որոնք տարածվեցին ամբողջ աշխարհում, մեկ Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան եւ այլն, տարբեր ամբողջ աշխարհում սկսեցին ապրել։ Եվ որոնք հայտնվել են ըստ էության միևնույն վիճակում, հա։ Մանկատուն իրանք ստիպված էին, չգիտեմ, գտնել իրանց կենդանի մնացած մարդկանց, մեկը գտնում էր, մեկը չէր գտնում։ Եկեք վերցնենք երկու աղջիկների ստեղ, որոնց պատմությունը փաստագրած կա, հա։ Մեկը, որ հայտնվելով այդ իրավիճակում օգտվեց սա Փարիզի մանկատներից մեկում, օգտվեց հնարավորությունից, լավ կրթություն ստացավ եւ վերջում դարձավ շատ հայտնի ձկնաբան, հա, ծովերի ձկների մասին է։ Եվ մյուսը նույն մանկատնում, նույն պայմաններում հայտնված դարձավ մարմնավաճառ։ Նույն հնարավորություններ ունեցող մարդիկ։ Հիմա եկեք երկուսին առանձին վերցնենք։ Սկսենք սկզբից այն մարդուց ով գիտնականը դարձել։ Բնական է, չէ՞, թե պատճառահետևանքային կապով ենք բանում։ Ինքը իր ծնողներին կորցրել էր, ոչ մի ուրիշ բան չէր անել, ինչ էր մնում իրան, սովորել, անընդհատ սովորել, որովհետեւ ինքը իր գլուխը կարողանա պահել։ Այդ սովորել աշխարհասիրությունը իրան բերեց նրան, որ ինքը ճանաչում ունեցող գիտնական դարձավ։ Վերցնենք մարմնավաճառը։ Ինչ էր մնում այդ խեղճ երեխան, ոչ ծնողներ ունի, ոչ մի բան ունի, օտար երկրում լրիվ։ Ինչ կարար ինքը աներ բացի այդ դրանից։ Ուրեմն տեսեք, եթե մենք վերցնում ենք աշխարհիկ տրամաբանությունը պատճառահետևանքային կապի, այս սխեմայի մեջ երկու կյանքներ մտնում են, բայց արդյոք այս երկու մարդկանց կյանքում միայն պատճառահետևանքային կապերն են։ Այդ պատճառահետևանքային կապերի մեջ մենք ամենակարևոր բանն ենք անում, մարդուն, անձն ենք անում, ու այն մարդուն դարձնում ենք միկրոկոսմոս։ Այս երբ որ մարդը մակրոկոսմոս է, ավելին է, քան այդ պատճառահետևանքային կապը, ինքը այս պատճառահետևանքային կապերի մեջ կարողանում է անել ընտրություն։ Այսինքն հետևել այս պատճառին, թե չհետևել, որովհետև միգուցե եւ մարդը չի կարող ստեղծել պատճառ, բայց ինքը կարող է ունի ազատությունը չհետևել պատճառին։ Հա՞։ Չտալ այդ հետևանքը պատճառի։ Նույն ձևի տեսեք, ինչի վրա ընդհանրապես հիմնված քրիստոնեական մոտեցումը թմրամոլների, կրիպտոմանների եւ տարբեր նորություններով տարված մարդկանց, հա։ Ալկոհոլիկների, տեսեք, ալկոհոլիկների մեծամասնության հետ երբ որ խոսում եք, հիմնականում իրենց ընտանիքում, իրենց աչքի առաջ ալկոհոլիկներ են եղել, հա։ Իրանք տեսել են այդ ամեն ինչը եւ իրանք էլ մտածել են, որ դա կյանքի ուղի։ Հիմա երբ որ հոգեվորական է այդ աշխատող մարդը կարողանում է այս մարդուն համոզել, որ դու կարող ես չհետևել այդ պատճառին, այդ մարդը ազատվում է։ Հենց ինքը ճանաչեց այդ ճշմարտությունը, ինքը ազատվում է։ Եվ տեսեք, հрьяաները ինչի չկարողացան ընդունել Քրիստոսին, որտեղ չկարողացան հասկանալ, որ այն, որ իր հայրերը, տեսեք, Քրիստոս ինքը ասում է, չէ՞, ասում է, դուք ասում եք, որ մեր հայրերը մարգարեներին են սպանել։ Երբ որ ասում եք, դուք ասում եք, որ դուք իրանց զավակներն եք։ Այսինքն, երբ որ մենք կարողանում ենք
պատճառը ճանաչելով ու հասկանալով չտրվել հետևանքներին, սա մեր ազատության հոգևոր կյանքի ճանապարհն է սկսվում։ Մենք դրանով դառնում ենք ավելին, քան տիեզերքը, դառնում ենք մակրոկոսմոս, որտեղ չենք տևում այդ պատճառը հետևանքային կապում։ Եվ միևնույն ժամանակ, ասեք, ժամանակակից աշխարհը ամեն ինչ կապում է դաստիարակության հետ, չէ՞։ Հիմա հոգեբանական, ես այնուր ճիշտ ասած հարցրել եմ արհեստական բանականությանը, քանի դաստիարակության, քանի մեթոդ կա, արհեստական բանականությունը ինձ ասեց 254 մեթոդ կա դաստիարակության, հոգեբանների կողմից մշակված, բայց հետո ես գտա նաև մի գիրք, որը խոսում էր ընդհանրապես մանկավարժության ու մարդու հոգեբանության ձևավորման մասին, ինքը եւ այդ գիրքը 88 թվականի գիրք էր, ինքը արդեն իսկ այն ժամանակ հաշվում էր մոտավորապես 385 մեթոդ, որը ինչպես կարելի է դաստիարակել մարդուն։ Բայց իրականում, տեսեք, ինչքան պարզ է, չէ՞ երեխայի դաստիարակությունը։ Ուրեմն երեխան իր ընտանիքում, եթե այդ ընտանիքում հայր եւ մայր, տեսնում է իր հորը, տեսնում է իր մորը։ Այս երեխայի համար անկախ իր սեռից, իր հայրը տղամարդու լավ կերպարն է, ինքը վերաբերում է իր հորը այնպես ինչպես իր մայրն է իր վերաբերվում, հորը, իր մորը վերաբերում է այնպես ինչպես իր հայրն է իր մորը վերաբերվում, եւ եթե ամեն ինչ նորմալ է, այդ երեխաները նորմալ ընտանիք է կազմում, նորմալ, իսկ ինչի համար են այդ բոլոր մեթոդները։ Այդ բոլոր մեթոդները ունեն մի նպատակ, որպեսզի ծնողները շարունակելով մնան վատը, իրենց երեխեքը լավ լինեն։ Այդ բոլոր դաստիարակման դաշտերները, չի աշխատի, բայց դրա համար են։ Այդ բոլոր դաստիարակման մեթոդները այդ մի նպատակ ունեն, որպեսզի ծնողը չփոխվի, լավը չդառնա, բայց երեխան լինի լավ։ Միակ ամբողջ այս բոլոր այդ մեթոդիկայի, միակ իմաստն ու նպատակը այդ է, որ ասենք եթե չգիտեմ, հայրը ջղայնանում է, ծեծում է կնոջը, կամ կինը, չգիտեմ, բամբասում է ամբողջ օրը իր ամուսնուց, հանկարծ երեխեքը տես չանեն այդ մեթոդները։ Դե փորձում են տես անել։ Ուրեմն, եւ տեսեք ինչն է, այս ինչի համար եմ ես ասում, տեսեք այդ մեթոդներն են պատճառային հետևանքային կապի խզում, չէ՞։ Ասում ենք այս պատճառը կա, բայց այս հետևանքը չունենա։ Բայց ինչի իրանք մարդուն մակրոկոսմոս չեն դարձնում, որովհետև մարդու ինքնաճանաչողության վրա հիմնված չեն։ Այսինքն մեզ ոչ միայն պետք է պատճառի ու հետևանքի կապի հասկանալը եւ ըստ մեր ցանկության, ըստ մեր ազատության այդ կապի խզումը, այլ նաեւ պետք է ընկալել, որ մենք ինքներս պիտի փորձենք դրա մեջ լավ լինել, ավելի դառնալ, հա։ Այսինքն մենք չօգտագործենք գործիքներ, որոնք մեզ թույլ կտան, որպեսզի մենք շարունակենք մնալ վատը, բայց ասենք դեռ մենք ազատ կամք ունենք, մենք հոգևոր կյանքով ենք ապրում ու խզում ենք պատճառի ու հետևանքի կապը իրար մեջ։ Ուրեմն ամփոփելով ասենք, որ մարդու ազատության համար պետք է մարդուն ճանաչողություն, ինքնաճանաչողություն